Սեքսի հետ կապված թեմաները առնչվում են ոչ միայն սեքսոլոգներին, այլ նաև հարակից ոլորտների մասնագետներին։ Այսօր մեր հյուրը Երևանի պետական բժշկական համալսարանի կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի դասախոս, վիրաբույժ-պրակտոլոգ Ռուբեն Թադևոսյանն է։ Մենք խոսելու ենք թութքի մասին։ Բարի ուշ երեկո։ Բարի ուշ երեկո, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Այս թեման բավականին տարածված է եւ վստահ եմ շատերին է հետաքրքրում, որոնք են թութքի առաջացման հիմնական պատճառները։ Տեսեք, սկզբից խոսանք ինչ է թութքը իրենից ներկայացնում։ Թութքը դա հյուսվածք է, փապարաձև հյուսվածք, որը ունեն բոլոր մարդիկ։ Դա ծնվում են այդ հյուսվածքով, որը ունի իր դերը, բայց ինչ պատճառների, ինչ ագրեսիվ պատճառների շնորհիվ այն սկսվում է մեծանալ եւ ոնց ասած շեղվում է իր ֆունկցիայից եւ սկսում է անհանգստացնել։ Եվ այդ առաջացման պատճառները կամ ագրեսիվ ֆակտորները առաջի տեղում դա փորկապությունն է, հաճախակի փորկապությունը, որը բերում է թութքի զարգացման։ Խոսանք սննդի հետ կապված կամ որոշակի տեսակի սննդատեսակների չարաշահումներ, դրանք են կծուն, ալկոհոլի չարաշահումը, կյանքի ապրելակերպի հետ կապված, վերջերս շատ ակտուալ է դարձել նստակյաց ապրելակերպը, քիչ շարժվելը, այլ մնացած ֆակտորներից են կանանց մոտ հղիություն, ծննդաբերություն, ոտքերը մրսացնել, սառացնել, պատճառները շատ են, հիմնական պատճառները դրանք են, որոնք բերում են թութքի ձևավորման, մեծացման եւ առաջացման։ Կա կարծիք, որ որոշ դեպքերում այն կարող է ինքնուրույն անցնել։ Արդյոք դա այդպես է եւ եթե այո, ապա երբ պետք է անհանգստանալ։ Տեսեք, մենք թութքը դասակարգում ենք 4 աստիճանի՝ առաջի, երկրորդ, երրորդ եւ չորրորդ։ Առաջի աստիճանի պարագայում ախտանիշները միայն արյունային արտադրությունն է, դեֆեկացիայից հետո ալ կարմիր գույնի արյունային արտադրություն։ Այդ ժամանակ ներքին հանգույցները դեռ փոքր են, դեռ չեն արտանկվում։ Երկրորդ աստիճանի պարագայում արդեն ունենք ներքին հանգույցների արտանկում, բայց ինքնուրույն ներուղվում են։ Երրորդի պարագայում արտանկվում են, բայց ներուղվում են մատի օգնությամբ։ Չորրորդ արդեն բարդացած տարբերակն է։ Տեսեք, առաջի երկրորդի պարագայում հնարավոր է դեղորայքային կոնսերվատիվ միջոցները բավական էֆեկտիվ են։ Հնարավոր է դեղորայքով բուժել։ Այսինքն խոսքս այն է, որ եթե կա արյունային արտադրություն, առաջի իսկ արտադրության պարագայում ճիշտ կլինի այցելել պրոկտոլոգի, զնվել, ախտորոշվել, այդ պարագայում դեղորայքային բուժումը բավական էֆեկտիվ է լինում։ Պաստորեն, սպասել եւ հուսալ, որ ինքնուրույն կանցնի, ոչ։ Իհարկե ոչ։ Ինքնուրույն սպասելու պարագայում այն միայն զարգանալու է եւ ավելի բարդանա։ Եվ վերջին ծայրահեղ դեպքը դա արդեն երևի թե վիրահատություն։ Չորրորդ աստիճանը, երրորդ, չորրորդը, այո, արմատական բուժումը վիրահատական միջամտությունն է։ Իսկ եղել են դեպքեր կամ արդյոք հնարավոր է վիրահատությունից հետո կրկին աճ գրանցվի։ Իհարկե լինում են դեպքեր, երբ վիրահատությունից հետո լինում է կրկնություն։ Խոսքը ասեցի, ինքը հյուսվածք է, եթե մաքուր չհեռացնելու պարագայում ինքը չի կարա զրոյից առաջանա։ Մաքուր չհեռացնելու պարագայում մնացած հյուսվածքը կարող է նորից մեծանալ եւ սկսել անհանգստացնել։ Այսինքն մաքուր վիրահատությունից հետո եթե զրոյական մաքրվել է, կենսակերպից հնարավոր չէ, որ նորից առաջանա։ Բացառում ենք, այո։ Դա ուղղակի հրաշալի է։ Ինչ միջոցներ է առաջարկում ժամանակակից բժշկություն այս խնդրի դեմ՝ դեղորայքային, վիրահատական եւ։ Ես աստիճանները շեշտեցինք, առաջ երկրորդ աստիճանի պարագայում դեղորայքային բուժումն է բավական էֆեկտիվ։ Բավական էֆեկտիվ են կան ոչ վիրահատական մեթոդներ։ Դրանք լատեքս օղերով լիգավորումն է, սկլերոտերապիա բավական էֆեկտիվ են լինում, բայց տեսեք, ես կուզեմ մի հարցի անդրադառնամ։ Ցավոք, երբ հիվանդները դիմում են մեզ, հիմնական գերակշռող մասը արդեն 3-4 աստիճանի պարագայում են հասնում մեր մոտ, երբ արդեն գործը մնում է վիրահատական, այսինքն ոչ վիրահատական մեթոդներ կարելի է կիրառել, բայց դրանք արդեն արմատական չեն լինում։ Այսինքն կարա ժամանակին կանխելը խրախուսվում է։ Իհարկե։ Չհասցնել մինչև վիրահատություն։ Այո։
Շատ տարածված է չիշխանի մոմիկների կիրառությունը, արդյոք կարելի է օգտագործել այն առանց բժշկի նշանակման։ Տեսեք, շատ տարածված է, բավական էֆեկտիվ են չիշխանի մոմիկները, ասենց ասեմ, ամենաանվնաս մոմիկներն են, եթե օգուտ չտան, վնաս անպայման չեն տա։ Վնաս չեն տա։ Բայց տեսեք, հիմա ինքան արագ է զարգանում շուկան, դեղորայքի հատկապես։ Ամեն տարի մենք ունենում ենք նոր պրեպարատներ, ավելի ուժեղ, ավելի էֆեկտիվ։ Ունենք բավական լավ մոմիկներ, բայց իրենք թույլ են, իրանց ազդեցության էֆեկտը թույլ է։ Մենք ավելի շատ չիշխանը նշանակում ենք որպես կողքից օգնող։ Ահա։ Կողքից օգնող։ Իհարկե կան ավելի շատ լավ մոմիկներ, լուրջ միանշանակային դեղագործական ֆիրմաների արտադրության, որ բավական լավ էֆեկտ են ունենում, բայց ոչ չիշխանը։ Թութքի հետ կապված կան հետաքրքիր փաստեր, օրինակներ, ավելացումներ։ Տեսեք, ես ավելի շուտ գիտեք ինչի մասին կուզեի խոսել։ Թութքի առաջին ախտանիշը երբ որ լինում է, դա արյունային արտադրությունն է, ասեցի, թութքը սկսում է արյունով։ Տեսեք, մարդկանց մոտ երբ լինում է արյունային արտադրություն, միշտ կապում են թութքի հետ։ Բայց մենք ունենք պրոկտոլոգիական մի շարք հիվանդություններ, 20-ից ավել, որոնք նույնպես սկսում են արյունային արտադրությամբ։ Այսինքն, եթե կա արյուն, չպետք է մտածել, թութք է, չիշխանի մոմիկ կամ հնարավոր է այլ խնդիր լինի օրգանիզմում։ Կուզեմ ավելի շատ խոսեմ ուռուցքների մասին։ Ուղիղ աղիքի անալոգ ուռուցքները նույնպես սկսում են արյունային արտադրությամբ։ Ցավոք, երբ այսօրվա դրությամբ երբ որ ուռուցքով հիվանդները գալիս են մեր մոտ, մինչև մեզ հասնելը իրանք բավական ժամանակ հակաթութքային բուժում են ստացած լինում, անիմաստ։ Այսինքն առաջի իսկ ախտանշանի դեպքում ճիշտ այցելել զննման։ Այցելեք զննման, իմացեք ախտորոշումը, թութքա, արդեն բուժումը ինքներդ կընտրեք, ում մոտ եւ ինչ տարբերակով։ Խոսենք նաեւ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է այն թողնել սեռական կյանքի որակի վրա։ Ազդեցություն, այո, թողնում է։ Տեսեք, թութքը դա անալոգ մարսողական տրակտի վերջին հատվածն է, ուղիղ աղու վերջին հատվածը, չմոռանանք, որ բավական մոտ օրգան է նաեւ հատկապես տղամարդկանց մոտ շագանակագեղձը։ Անալ ուղին եւ շագանակագեղձը դրանք նույն անոթներից են անոթավորվում, նույն ներվից են ներվավորում, այսինքն եթե ունենք հետանցքում բորբոքային խնդիր, դա անդրադառնում է տղամարդկանց մոտ անպայման շագանակագեղձի վրա։ Դա էլ արդեն բնականաբար սեռական կյանքի վրա։ Ունենում ենք շատ դեպքեր, երբ որ ամիսներով, տարիներով բուժվում են շագանակագեղձի բորբոքում, պրոստատիտը ու արդյունք այդքան չեն ունենում։ Պարզվում է, որ հիվանդը ունի բավական մեծ թութք, բորբոքված թութքային հանգույցներ, որը չի թողնում, որ պրոստատիտի բուժումը էֆեկտիվ լինի։ Երբ որ հեռացնում ենք, թութքի հարցը լուծում ենք, բավական հեշտությամբ հարցը լուծվում է։ Իսկ հեռացնելուց հետո որքան ժամանակ է հարկավոր, որ օրգանիզմը վերականգնվի։ Իհարկե դա անհատական է, միջինը ես կասեմ, միջինը տևում է մոտ ամիս-ամսուկես, բայց վիրահատությունից հետո այդ 4-5 շաբաթը հիվանդը անկողնային հիվանդ չէ։ Առաջի շաբաթից հետո արդեն ակտիվ է իր գործողություններում, շարժումներում, պարզապես պահանջում է հետվիրահատական խնամք։ Հատկապես ուշադիր լինել սննդակարգին։ Սննդակարգին, լվացումներ, տեսեք, մենք միշտ շեշտում ենք, վիրահատությունը դա գործի առաջի կեսն է, երկրորդ կեսը ճիշտ հետվիրահատական ընթացքը վարել, որպեսզի չունենանք բարդություններ։ Իսկ կան խորհուրդներ, որոնց մասին կարող եք բարձրաձայնել այն մարդկանց համար, ովքեր ուզում են զգուշանալ թութքի ձեռքբերումից։ Իհարկե։ Տեսեք, առաջացման պատճառներում առաջինը նշեցինք դա փորկապությունը։ Այսօր ամենատարածված խնդիրներից է փորկապությունը, որը պայմանավորված է մեր սննդի հետ, քիչ շարժվելու ռեժիմի, նյարդային համակարգի հետ, քնի խանգարման, բա իհարկե։ Դրա համար առաջինը սկսենք սննդից։ Այնպիսի սնունդ, որ պարունակում է բջջանյութ, այսինքն որ պետք է որպեսզի կղանքը լինի փափուկ, միրգ, բանջարեղեն, ջուր բավականին, ամեն երկրորդ հիվանդը խոսացնելու համար գրեթե ջուր չեն օգտագործում, բայց մինիմում 2 լիտր ջուր օրական պետք է օրգանիզմը ստանա։ Սնունդը շարժվելը, ունենք հիմա ակտուալ բավական մասնագիտություններ, որոնք 10-ից 14-15 ժամ նստած են լինում։ Հիպոդինամիկ վիճակը նույնպես բերում է դրա զարգացման։ Խորհուրդ ենք տամ աշխատանքից հետո քայլել, սպորտի գնալ, շարժվել,
նյարդային համակարգը, որը բերում է նույնպես դրան ասեցիք գիշերները չքնել, դա բերում է նյարդային համակարգի խանգարման, հանգիստ է պետք։ Նաև աղիստամոքսային աշխատանքի խանգարման։ Իհարկե։ Բոլորը իրար փոխկապակցված են։ Շնորհակալություն բովանդակալի զրույցի համար, պարոն Թադևոսյան, շնորհակալություն խորհուրդների համար, իսկ դուք սիրելիներս շարունակեք մնալ մեզ հետ։